ուղղությամբ պատվարժան դատարան ես կարող եմ պնդել, որ մի հանրային մեղադրողի կողմից ներկայացված ձայնագրությունների հետազոտմանը երբ որ հասնենք, ապա կտեսնենք, որ շատ ձայնագրությունների մեջ լսվողը ես շատ նկատի չունեմ ծավալով, այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներով, ուղղակի հակասում են արձանագրության մեջ արկաներից եւ ձայնագրությունները լսում է այլ բան, որը իմ գնահատման կարող կողմի գնահատման ֆայլ է, ինքը հոգուտ Վարդան Ղուկասյանի է, բայց չգիտես ինչու, օրինակ Ռոբերտ Լիազորը այդ ձայնագրության մեջ լսվածների մեջ այրը դա է դարձրել, երկրորդ դեպքը երրորդ դեպք է դարձրել, կամ առաջին դեպք է դարձրել եւ օրինակ այնտեղ բաց լսում է երրորդ դեպքի մասին խոսակցություն։ Բայց քանի որ ես համաձայն չեմ, որ հանրային մեղադրողը ակնկալում է, որ այդ կարգի քննարկումներ կամ գնահատական պետք է իրականացնի դատարանը, ես էլ զերծ կմնամ, ուղղակի օրինակը վերեցի նրա համար, որ առհասարակ նման տիպի գնահատականները դատարանն ինքն է արդեն արձանագրել, որ խափան միջոցի հարցերի քննարկման շրջանակներում գնահատման ենթակա չէ։ Անդրադառնալով պարոն Դանիելյանի խոսքերին առհասարակ այսպեսի մի նախ մտավախություն մայիսի 25-ից հետո երկու լիստ է նշանակված եղել, որը տեղի չի ունեցել, ընդ որում մեկը հենց հանրային մեղադրողների չներկայանալու Ինձ օրինակի համար հետաքրքիր էր, եթե հունիսի 6-ին կամ հունիսի 25-ին դատական լիստ տեղի ունենար, արդյոք պարոն Դանիելյանը ասել, որ ենթադրաբար այլ հանցանք է կատարվել այս ընթացքում, հետևաբար դա նույնպես գնահատման ենթակա գործում է խափանման միջոցի քննարկում։ Իսկ եթե պարոն Դանիելյանը այն ժամանակ դա չէր ասել, արդյոք դատական լիստը հունիսի 25-ին տեղի չունեցավ հենց այն պատճառով, որ այսօրվա դատական լիստի պարոն Դանիելյանը նման բան ասել։ Նա որնամի կասացիություն է, այդ մասին նաև գրավոր եմ հայտնել պատվարժան դատարանը։ Այս առումով պարոն Դանիելյանը շատ լավ է հիշում, երբ որ մեկ անգամ 5 օրը դատական լիստ էր, դատարանը լիստը նշանակեց հաջորդ օրը, այսինքն մեկ օր հետո կար, եւ պաշտպանության կողմը չկարողացավ, որտեղ նախապես նշանակված բազմաթիվ լիստեր կար ներկանալ եւ մի քանի լիստ պարոն Դանիելյանը այդ պաշտպանական կողմի չներկայանալը շահարկում էր։ Եվ ասում է, որ պաշտպանական կողմը չի ներկայացել, պաշտպանական կողմի պատճառով դատավարականից գործողությունները չեն իրականացվել, ծավալ չի սպառվել։ Իսկ հիմա այս պարագայում պատվարժան դատարան մայիսի 25-ից հետո արդեն շուրջ 2 ամիս է դատական լիստ հաջորդ դատական լիստը այսօր է եղել։ Եվ 2 ամսվա մեջ 3 վկայի չարձակնելը որևէ կերպ կապված չէ պարոն Ղուկասյանի վարկագծի հետ։ Սա մեկ։ Երկրորդը պատվարժան դատարան դատալեքսում առկա ինչ-որ տեղեկատվություն մեղադրանքի վերաբերյալ։ Ես ներգրաված չեմ այդ քրեական բարույթին, ես տեղյակ չեմ այդ քրեական բարույթին, բայց պատկերացնենք մի իրավիճակ, երբ կոնկրետ այդ քրեական բարույթով պետք է քննարկեն անձի նկատմամբ խափանման միջոցի հարց։ Առնվազն գոնե առնչակցությունը հիմնավոր կասկածը խափանման միջոցի պայման պետք է քննարկվի նկատմամբ այդ քրեական բարույթով, որը հիշատակեց պարոն Դանիելյանը։ Այսինքն հիմա մենք դրում ենք մի հատ առնչություն, մի հատ դիտադար կատարվածությամբ, ասում ենք բերեք այս բարույթով, դա գիտենք տալանքի 5, շրջանցելով բոլոր այն երաշխիքները, որոնք առհասարակ կոնվենցիա 5-րդ հոդվածը տալիս է։ Այդ թվում առաջին առնչակցությունը այդ մակարդակով գոնեսը որևէ տեղեկություն ներկայացվել է դատարանին, որ դատարանը գնահատի, որ քանի որ այն լիստերին, որոնք չեկան հանրային մեղադրողներ, այն լիստերից հետո ինչ-որ մեղադրանք է առաջադրվել, այս հանգամանքը գնահատենք, որպես նոր հանցանք կատարելու լիստ, առանց այդ հանգամանքի մասին երբեք պատշաճ տեղեկատվություն ունենալու եւ գնահատելու համար թե առհասարակ դա կարող է հանցանքի ռիսկը գնահատելու համար իրական համարվել, թե չհամարվել։ Հետաբար կարծում եմ, որ այս առումով խնդրահարույց է պատվարժան դատարան, որովհետեւ մենք բոլորովին այլ հանցանքի այլ տեղեկությունների մասին ենք դեպքի մասին ենք խոսում, այլ դեպքի վերաբերյալ նվազագույն տեղեկություններ անգամ չունենալու։ Եվ գնահատել գոյություն չունեցող տեղեկությունները իմ կարծիքով խնդրահարույց է։ Անդրադառնանք կոնկրետ իրավիճակին, արդեն կոնկրետ այս բարույթի պատվարժան դատարանը նույնիսկ մեր մոտ տարանտալում կար դատարանի որոշումների հետ կապված, թե արդյոք զուտ թվաբանական ցուցանիշ շրջանների գոյության դա է գազ դատարանի կողմից գնահատված քննությանը խոչընդոտելու ռիսկի հիմքում։ Եվ դատարանը նշեց, մեզ պարզաբանեց, որ այո, դատարանը այս ռիսկի հետ կապված իր գնահատականը կարող է փոփոխվել, եթե լրիվ 16 վկաներներ արձակնվում են վերջանում։ Այդ պարզաբանումը մեզ տվել է դատարանը։ Եվ միևնույն ժամանակ դատարանի նախորդ որոշումներում միշտ արձանագրել է, որ հանցանք կատարելու ռիսկ կա, այնպես չէ, ինքը բացարձակապես գոյություն չունի, բայց այդ ռիսկը դատարանը գտել է, որ
հիմք չէ անձին շարունակական կալանքի տակ պահելու համար, կամ միայն այդ ռիսկով անձին կալանավորելու եւ կալանքի տակ ինքն հիմք չէ։ Հիմա պատվաժան դատարան մենք հասել ենք մի փուլի, որ առհասարակ վկաների հարցաքննելու միջոցով դատավարական գործողություններ չկա։ Անդրադառնալով հնարավոր լրացումներին վկաներ բերելու պատվաժան դատարան կարող է վերատնիչներ բեկանել ուղղակի նոր քննության եւ վկաների անհրաժեշտությունին։ Եթե մենք այս արժան տարածական մեկնաբանենք քննությանը խոչընդոտելու ռիսկը, մենք կարող ենք հավերժ մատնում բայր կալանքի տակ առանց դատավճերի։ Միշտ կարելի է վերացական ենթադրել, որ կարող է վճռաբեկը մի տարի, երկու տարի այս գործը բեկանի հետ նոր քննության եւ նոր քննության ժամանակ անհրաժեշտություն ունի կերտին վկաների հարցակնելու։ Այս բայդրությամբ կա վկաներ, որոնք ենթակային հարցակնման։ Իմ կարծիքով դատարանը ամենաթույլատելի կանխատեսական բնույթի հանգամանքը դա պետք է գնահատի։ Այս բայդրությամբ ունենք, որ լավը չէ, չունենք։ Կլինի չի լինի, դա իմ կարծիքով առհասարակ վերաբերելի չէ, դա վերաբերելիություն դրան կամ դա շատ վերացական եւ շատ կընդլայնի այդ կանխատեսական բնույթի հիմքերի վերաբերյալ գնահատականները, ինչը կոմպենսացիա 5-րդ հոդվածի հետ համատեղելի չէ։ Երկրորդ վտանգը սրա այդ կապված պատվաժան դատարան։ Ենթադրենք պաշտպանության կողմը ցանկանում է ինչ-որ մեկ փուլում լրացնել դատաքննությունը եւ վկաներ հրավիրել։ Պաշտպանության կողմը 6-րդ հոդվածով իրեն վերակապված է իրավունքից, միգուցե հրաժարվի, վախենալով, որ դա կարող է մեկնաբանվել կալանքի։ Ես վստահություն ունեմ, որ դատարանը այդ տրամաբանությամբ չի գնահատի քննությանը խոչընդոտելու ռիսկը, որը դա առհասարակ շատ վերացական կլինի եւ չէ, հաջորդը պատվաժան դատարան։ Հիմա մենք ունենք այստեղ դատաքննության ծավալ, որը բացառապես վերաբերում է այնպիսի ապացույցների հետազոտման, որը գտնվում է դատարանի տիրապետման ներքո եւ որևէ բարույթի այլ մասնակցություն չունի տեղանի։ Այսինքն քննությանը խոչընդոտելու ռիսկը իմ կարծիքով ոչ թե նվազեց համեմատությունների, այլ իսկական վերացավ։ Սա այդ կարող է նվազած լինել, այսինքն ապրիլին մարտի դրությամբ, մայիսին մարտի դրությամբ, հաշվի առնելով, որ վկաները հարցակնվել են։ Բայց այս բարդությամբ եւ հետազոտման ծավալը արդեն մենք գիտենք ինչ պետք է հետազոտենք եւ դրանք բացառապես դատարանի տրամադրության տակ արտահայտել են, դրության խոչընդոտը ռիսկի իսկար վերանում է։ Այս փոփոխությունը այն աշխանի փոփոխություն է, որ ես կարծում եմ, որ խաբան միջոցի փոփոխությունը պետք է լինի նույնիսկ այնպիսին, որը ազատության զարգման հետ առհասարակ կապ չունի, որտեղ կրկնում փոփոխությունը գերեական փոփոխություն է։ Եվ իսկ պատվաժան դատարան մենք այո մշտապես մինչև մայիս մենք միշտ ասել ենք, որ մենք խնդիրներ կամ այսպես արարքություններ չունենք դատարանի պատշաճ ջանասիրության հետ կապված։ Նույն կարծիքին չենք իմալ, որտեղ ամեն դեպքում, եթե հարցը 3 վկայի հարցաքննություններ, այդ 3 վկայի հարցաքննությունից հետո 2 ամիս է անցել եւ նոր մենք այսօր կարողանում ենք դա ինել։ Դա հետևանքները միայն Վարդան Ղուկասյանը չպետք է քննի պատվաժան։ Եվ դեպի շեշտումը հանրային մեղադրողների չներկայանալու Եվ դրա հետևանքները մշտապես ստեղծել իրավիճակ, երբ դատավարական առաջընթացը որոշակի առումով դանդաղում է, եւ այդ իրավիճակի համար հետևանքի համար միայն պատասխանատու կարգեր Վարդան Ղուկասյանն, ինքը ոչ միայն օրինական չի, ինքը նաեւ ազնիվ չէ։ Այս առումով պատվաժան դատարան վկաների հարցաքննության ավարտը ինքը արդեն ենթադրում է դատարանի կողմից նախկինում արձանագրված ռիսկերի մեր մասի առհասարակ նվազում, նկատի ունենք քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Իսկ մյուս արձանագրած ռիսկը բավարար չի անձին կալանքի տակ պահելու համար։ Իմ խոսքը դրան է։ Բացի այդ պատվաժան դատարան առողջական վիճակ առանց դատարանուհի տեղեկություններ չէ հրապարակում, բայց ինչի մասին եմ ցանկանում նշել։ Այսօր արդեն ամսի 17-ն է, հուլիսի 17-ը։ Ես հուլիսի 1-ին հարցում եմ փիլակատարական վերջական կենտրոն, նախ բարձելու համար 16 օր է անցել, դեռ եւ էլեկտրոնային ուղարկին են, որ ասեմ 3-4 օր է պոչտապետ։ Եվ նա առաջին հարցերել են, որ այս փորձագետի եզրակացությամբ նախատեսված է, որ որոշակի առումով հետազոտություններ են պետք, որևէ բան արել եք թե չեք արել, որևէ պատասխան ինչ որ չկա, եւ հաջորդը պատվաժան դատարան կա անապահ վիրահատության կարիք, ճոպասկի հետ կապված, որ տեսանիներ նույնիսկ անձեն աշխով եւ խնդրել են, որպեսզի օրենքով սահմանած սեր ժամկետում կազմակերպեն համապատասխան վիրահատությունը Վարդան 16 օր է անցել, իսկ գոնե չեն ասում հետազոտությունը եղել է թե չի եղել։ Ինչ չեն ասում լավ վիրահատությունը առհասարակ նախատեսում թե չեն նախատեսում կատարել։ Իսկ վիրահատության կապված այնպիսի հանգամանքներ, նույնիսկ հիվանդության հետ, որը կարող ամեն բան հետևական է։ Հիմա այս բարդությամբ պատվաժան դատարան մենք ունենք արդեն
ամիսներ ձգվող շարունակական կալանք, ունենք առողջական վատ վիճակ, կապ չունի, որ դա կառավարության ցանկով նախատեսված հանգամանքին չի համապատասխանում, ինքը գործոն է, որ պետք է դատանը գնահատի, որպես գործոն է մի դատը ներկայացնում, եւ ունենք մի մտահոգիչ իրավիճակ, որ կա առերևույթ անտարբերություն անձի հիվանդությունների նկատմամբ։ Հիմա եւ ամենակարևորը հասել ենք մի փուլի, որտեղ դատարանները առհասարակ չեն հարցակել։ 68 տարին լրացած անց բազմաթիվ տեղեկություններ ներկայացել են թե եկեղեցաշինության, թե քաղաքաշինության, թե առհասարակ հայրենասիրության, հայրենանավերության կապված բազմաթիվ տեղեկություններ են ներկայացրել, որում ամենամարդ չէ, որ ամենայն հայոց կաթողիկոսը ամենաբարձր եկեղեցական շքանշանն է։ Այս առումով պատվարժան դատարան վարույթի այս փուլում որևէ հանգամանք, որը կարող է արտարացնել առհասարակ ազատությունից ձգտումը Վարդան Ղուկասյանի, ես կարծում եմ, որ չկա գոյություն չունի։ Ես չեմ ուզում դատախելությունը ծանրացնել եւ կրկնել նաեւ այն բոլոր մտահոգությունները, որոնք նախորդին նաեւ գրավորել ներկայացրել, բայց անգամ այդ անվայրացական տրամադրվածությունը քաղաքական առումով որ կա պարոն Ղուկասյանի նկատմամբ, անգամ այդ բոլոր ճնշումները այսօրվա իրավիճակը այն կարգեր փոխված դատավարական եւ օրենքի իմաստով, որ անգամ այդ ճնշումների պայմաններում չպետք է օրենքի անտեսման որոշում կայացվի Վարդան Ղուկասյանի կալանքը շարունակելու, որտեղ կրկնում եմ դատարանի կողմից արձանագրված ամենակարևոր հիմքը իսպառ վերահսկել։ Այս առումով պատվարժան դատարան այլ ընտրանքներ։ Օրինակ եմար եթե դատարանը որոշակի ռիսկեր է տեսնում Քննարկանում քննության քննարկանի 10 կապավերում, ապա դրա համար կա գրավ։ Մենք առաջարկում ենք 10-ից 15 միլիոն դրամ չափով գրավ, որպես այլընտրանք։ Եթե դատարանը գրավի հետ միաժամանակ տեսնում է ավելի խիստ սահմանափակման հիմք, ապա կա վարչական հսկողություն, ընդ որում պատվարժան դատարան վարչական հսկողություն ունի սահմանափակումներ, այդ թվում նաև այնպիսի սահմանափակումներ, որոնք որոշակի ժամանակահատվածով անձի կարգավիճակը հավասարեցնում են ազատությունից ձեռքբերումից։ Հաստատի կարգավիճակն եմ ասում, հատկապես ժամային սահմանափակումները բնակության վայրից դեպքերու արգելք է։ Ըստ էության տնային կալանք որ ասում ենք, հենց այդ ժամային սահմանափակման գործոնի ուժով է, որ ինքը վերացնում է ազատազրկման։ Վարչական հսկողությունը դեպքերու սահմանափակ, բայց նման հսկողություն տալիս է։ Հետևաբար գրավի հետ համակցությամբ նաև վարչական հսկողությունը միանշանակորեն հնարավոր է ապահովել հանրային եւ մասնավոր շահերի հավասարակշռությունը։ Որպես այլայր միջոց, մեր կարծիքով տնային կալանքի կիրառումը կդիտվի այդպիսին ազատությունից ձեռքման մեկ տեսակը փոխարինելով ազատությունից ձեռքման մեկ այլ տեսակ։ Հիմա պայմաններում պատվարժան դատարան խնդրում եմ դատարանի Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափամիջոց կիրառված կալանքը փոփոխել, որպես այլընտրանքային խափամիջոց կիրառել գրավը ողջամիտ գումարի չափով կամ վարչական հսկողություն կամ համակցության գրավ վարչական հսկողության հետ կամ ծայրահեղ դեպքում տնային կալանք։